Նարեկ Մարտարյան, Սարգսյան, Սերգեյ Սարգսյան։ Ինչու իմ անձին չեք անդրադառնում։ Երբ որ հեռուստացույցը միացնում է։ Всё, քֆուրը բրծավ, հելեք։ Դե սկսենք, հա։ Հա, պես։ Դե սցենար տու։ Չկա։ Ոնց չկա։ Չեմ դիպերեք։ Ուր դուս բերեմ սցենարիստը ուր է։ Ոնց թե դատվել է։ Ինչի՞ մար։ Յոտ չատնախ մկի։ Ապսիկ ինչ է։ Սցենար գկարեք։ Այ Բարի երեկո արգելի ֆուտբոլասեր, բարեկամներ, ձեզ հետ է Սլավասար։ Քարորյա պատերազմ։ Քարորյա պատերազմը հերոս տղեկն էին։ Տանկերի ու գրուզավիկների սալլարկեն ծծած, անօթաչու թռչող բոզի տղեկն էին։ Խրամատում սելֆի անող շոու պիզդեցի մուրացկանները։ Սահմանամերձ գյուղերի պատվալներում պատասպարված, բայց դուխները միլիոն գյուղացիները։ Նույն ժամանակահատվածում Պալմա դե Մալորկայում պտուկները արևին տված դեպուտատների քաձերը։ Ոչ թե այն հողը, որ ընդհանրապես որևէ ռազմավարական նշանակություն չունեցող եւ չմշակվող եւ ամայի տարածքներ։ Հարազատները պատմում են, Քյարամը անգամ երբ փամփուշտները վերջացել են, մինչև վերջ կռվել է հակառակորդի դեմ։ Քարորյա պատերազմը Քյարամն էր, ով կռվում էր 80-ականների զենքով։ Հերոս Արմենակ Ուրֆանյանն է, լուսահոգի հերոս Արգիշտի Գաբոյանն է։ Նա նույնպես կռվում էր 80-ականների զենքով։ Զինված ուժերին ֆինանսական մեծ օժանդակություն կլիներ նաև օրինակ Հովիկ Աբրահամյանի, Հովանես Հովսեփյանի կամ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մի քանի միլիոն արժողությամբ առանձնատների շինարարությանն ուղղված գումարները։ Մինչդեռ Քյարամը գլխատվում էր, լֆիկ սաշիկները, մկներն ու լիսկաները վայելում էին Քյարամի ձեռից գողացված զենքի գնով դիզած միլիոնները։ Բայց որ 20-րդ դարի կեսերի ջանդակը շալակում տանում էր 2010-ի ցողունային բջիջներով փող պատվաստելու, չէիր մտածում, որ բանակի զենքերը 80-ականների են, բայց որ 1072-ած ժամանակակից ծառայական ավտո եք ճռռացնում, չեք մտածում, որ զենքերը 80-ականների են, կամ ձեր պուտանկեքը, որոնց կողելու համար մեզնից կողած միլիոններն եք ցպնում, խիչ են 60-ականների կամ 70-ականների։ Վաղուց արդեն 5-րդ դարը չի, որ պատմիչն ուռի, նստի վրա ու պաթոսախառը աննասունություններ գրի։ Ձայներ տալիս նա ամենքին, հայկը պրծավ բելի Իսկ ինչ էին անում տղերքը, երբ 80-ականների զենքերը դաժը չէին կրակում, քանի որ վերջացել էր 80-ականների փամփուշտները։ Կռվում էին 2016-ի լաբատկով, իսկ զինվորը երբ էր հասկանում, որ պետք է գործի դնի 80-ականի զենքը կամ 2016-ի լաբատկեն։ Հա, ճիշտ եք, 2016-ի տուշոնկի բանկեկի չխ-չխկոցը լսելուց հետո։ Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը չունի գիշերային սարք։ Զենքի փող չկա մի երկրում, որից վերջի 10 տարվա ընթացքում ապօրինի 10 միլիարդ դոլար են հանել։ Մեր ու ձեր երկրում, մեր ու ձեր հաշվին կառուցվում են կենտրոնական բանկի ու պետ եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոններ Դիլիջանում։ Մենակ այս երկու շենքերի վրա արդեն ծախսվել է 223 միլիոն դոլար։ Վերցնենք եւս մեկ բոլորին հայտնի տրախադրոմ։ Նույն Պեկի կենթանի լեգենդ Գագիկ Խաչատրյանի Մոցարտ շոկոլադի ակումբը կամ գործարանը Ավստրիայում։ Այս 3 օբյեկտների արժեքը միասին 445 միլիոն դոլար է։ 2016 թվականի Հայաստանի ռազմական բյուջեն 430 միլիոն դոլար։ Այդ գնի կարային կառնենք 10-ած սմերջ, 10-ած տոս, 80-ատ T90 տանկ ու մի 100-ատ գեր ժամանակակից անօթաչու թռչող ծար։
Այս զենքերից դաժե մի հատ էլ չունենք։ Ակնել մի քանի միլիոն դոլար կմնա, կտանք ձեզ։ Գերային կառնեք, դրանով կգրեք բոզի տղա ու քթով կքաշեք մինչև հոգու խորքը։ Հանրապետական կուսակցությունը։ Բայց չէ, այդ փողերով պեկի ուսումնական կենտրոն կսարքեք ու մենակ 15 միլիոն կտակ սիգարի կտրիչ առնելու համար։ Սերժիկ խանım, բասում էիր պետքա խոշոր ձկների գլխից բռնել։ Այ գլխից բռնել եք, բայց թե ինչի գլխից, մեծ հարց է։ Խերիս։ Ռուսաստանի արտգործնախարարության հայաստանյան դուքյանի վարիչ, մասնագիտությամբ դիվանագետ, բայց հոգով բրուտ, Էդվարդ Նալբանդյանը այդ ընթացքում Արտգործնախարարի ֆրանկոֆոնիայի երբ հարցեր էին ուղղվում, որ ԵՏՄ կազմում ենք, ՀԱՊԿ անդամ, ռազմավարական դաշնակից, Ռուսիո ռազմաբազայի անվճար գրողն ու պահապանը, իսկ Ադրբեջանը 80% զենքն առնում է Ռուսաստանից։ Էդվարդ Նալբանդյանը այդ ժամանակ հանրությանը ցնցեց իր որոշմամբ։ Նա որոշել էր թշերով պորտապար ապարել։ Մենք գտնվում ենք չեմ ասի թե որտեղ, բայց շատ կարևոր է թե ում հետ։ Քարորիա պատերազմի օրերին էր, երբ ինչ-որ շլուխը հրամանատարի ներկայությամբ ողորմություն էր բաժանում զինվորներին։ Անալքունին եկավ Հայաստան։ Հա? Փոխու։ Սաղ քաղաքում պլակատներ էին։ Ինձ փրկել է ես իմ ում հերոսը, բայց մեր հերոսներից ոչ մեկի նկարը չկար այդ պլակատներում։ Ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել։ 80,000-անոց Lexus քշող մի մուֆլոն մեր երկիրը անվանեց քոսոտ, բայց ավելի ոռերեն, որ 94 զոհ տալուց ընդամենը 12 օր հետո քաղաքապետի ընտրությունները կեղծվեցին Հրազդանում։ Մի տոկոս հույս ունենք, որ 94 զոհը գոնե ձեր մակակայի գիտակցությունը կարտնասնի։ Սա հերթական կեղծված ընտրությունները չէին։ 10,000 դրամ վերցնողները դիակապտությամբ զբաղվեցին եւ 10,000-ով ծախեցին մեր զինվորների արյունը։ Այնի պաշտոնական ներկայացրած ցանկով պարզվեց, որ մեր զինվորներին հարկավոր է ներքնազգեստ, հիգիենայի պարագաներ ու հասարակ անձրևանոցներ։ Ու քանի դեռ մենք Մայկատ Ռուսիկից մինչև Դեղորայք առնում ու ուղարկում էինք բանակ, զինվորի բաժին սնունդը հայտնվում էր Լեհաստանում ու վաճառվում խանութներից մեկում։ Դուք դեբիլ եք թե գ***ոն։ Հերիք չի այ հոգեպես անապահովներ, այնքան եք անփորձ ջեբկիրի նման մեր ձվերի հետ խաղացե, օրգազմի ենք հասել։ Էլ ջեբերս բան չկայի շվացնողներ։ Սաղ տարել եք, հանեք ձեռները։ Տեսել եք 94 զոհերի ընտանիքները ինչ վիճակում են ապրում։ Խիպտի զոհված զինվորի ծնողը սրա նրա օգնության կարիքն ունենա ու օգնություն ստանալուց հետո էլ գլուխը խոնարհի ու շնորհակալություն հայտնի։ Ու որ այս հարցերը բարձրացնում էինք, պնեի մանր ու միջին տրամաչափի բալբեսներն ասում էին. «Թշնամու շահերից եք խոսում»։ Այնքան եք իրար որ մտե, դարել եք մատրյոշկա արա։ Դուք իրոք մտածում եք, որ մենք ձեր կերած քաքերից վապշե տեղյակ չենք։ Մենք որ դրանց մասին տեղյակ էինք, դուք հենց ձեր հոր ձվերի մեջ լող էիք տալիս, սպերմա էիք։ Ու այս ամեն ինչի արդյունքում հանկարծ պարզվեց, որ բոզաբար ստում եք, թե մի 100-200 մետր հող ենք տվել։ Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, ընդամենը 200-300 մետր։ Հե՞։ Ազատագրել։ Դու հասկանում ես, որ այս արտահայտության համար քեզ պետքա հաց տրուսիկով ծեծել։ Հասկանում ես, որ երկրի ղեկավարի մակարդակով նման արտահայտությունների ու բլթոսների համար քարտեզի երեսից պետությունները նախույ ջնջվել անհետացել։ Ցավալին այն է, որ մենք այսօր միայն հյուսիսային հատվածում ունենք 7 միլիոն մետր քառակուսի կորուստ։ Հետո Սեֆիլյան Ժիրայրը կորցրած 700 հեկտարի մասին խոսեց։ Ձեր մանր կալիբրի բալբեսները, ովքեր ինչպես ասեցի արդեն մատրյոշկի կարգավիճակ ունեն, սկսեցին իրար ոռից դուրս գալ ու հարձակվել Սեֆիլյանի վրա։ Հունիսի 20-ի առավոտյան ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը։ Ինչ որ հակասանիտարական այբոզ կետեյեմներ սկսեցին ֆուֆլամիցին հոդվածների հրապարակման սուրբ գործը։ Պարզվեց, որ տվել ենք ոչ թե 700, այլ 800 հեկտար։ Կորցրել են 800-ի չափ հեկտար։ Ո՞ւմ քեզ քո աշխատանքների հետ։ Վիեննայից վերադառնալիս էլ Սերժօղլուն ասում էր, որ այդ 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեն։ Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն։ Բա որ ռազմավարական նշանակություն չունեին, 94 զոհ խի տվեցին։ Կա մեկը, ով կարա նայի զոհված զինվորի մոր աչքերին ու ասի, որ իր տղեն զոհվել է ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող հողի համար։ Եթե էլի ունենք տենց հողեր, տեղեկացրեք տղեկին, ովքեր հիմա սահմանին կանգնած պատրաստ են զոհվել այդ հողի համար։ Իսկ ձեզ հողը երբ պիտի լինի ռազմավարական, երբ որ վրան ցողունային բջիջների ու կազինոյի ապարատի ծառեր աճեն, էլիտար պուտանկեք ու Պանամայի օֆշորներ պետքա լինեն։ Դրանք կան, բայց ձեր միլիոնանոց վիլաների զաբորներից ներս են։
Իսկ Զաբորից դուրս երկիրը ձեր համար քոսոտ է, որտեղ 35% աղքատությունը, 40% գործազրկություն ու 100,000-ների հասնող արտագաղթ, որտեղ զինվորի հացը վաճառվում է Լեհաստանում, իսկ արժանապատվությունը Վիեննայում։ Նե 15-ից օ Արաբկիր քանալքեր զեյթունու Եսի Տանդաղ մոմենտ այդ ուռել Դու չես ուռել չգիտես Ես ճիշտ եմ ներկայացնում Սենց Բաժակ տվիր բանը Գյումրու քաղաքային մարզադաշտերը Այ հիշում եք, որ մենք ասել էինք շան տղա, մեզ դրա համար դատի էին տվել։ Այ սեպտեմբերի 9-ին ժամը 3-ին մեր հաջորդ դատն է Արաբկիր քանաքեր զեյթուն դատարանում։ Մուտքը զույգերով հյուրասիրությունն է անվճար։ Համեցեք անպայման։